Ամոթա գոնե այդ բանը այդ մուտքը այդ ինչ վիճակում է ոնց որ գոմը լինի Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի Արարատ ցեմենտ գործարանի արտադրամասերն է համեմատում ախորի հետ։ Ըստ Փաշինյանի Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը տարիներ շարունակ այս ձեռնարկությունից, որը վերջերս հանձնվեց պետական կառավարման, միլիարդներ է աշխատել, սակայն արտադրամասերը թողել է այնքան անմխիթար վիճակում, որ ինքը ցնցված է տեսածից։ Միլիարդների շրջանառությունը գոնե կարակ այդ մուտքի հատվածը բան անեք 2 կոպեկ փող դնեք մի քիչ կարգի բերեք մուտքի հատվածը Նայեք նայեք վերևից, կերև այդ գործարանի սեփականատերն է այդ օգտագործողը, թե սեփականատեր չի։ Մինչ Փաշինյանը նկարագրում էր, թե ինչպես է Ծառուկյանից, այսպես ասած, փրկում Արարատ ցեմենտը, հայտնի դարձավ, որ գործարանում ներդրումներ արած Բելարուսի եւ Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Վինիցկին մտադիր է դիմել արբիտրաժ, որպեսզի վերականգնի Հայաստանի իշխանությունների գործողությունների հետևանքով խախտված իր ներդրումային իրավունքներն ու տնտեսական շահերը։ Վինիցկին կառավարությանն առաջարկել է հարցը լուծել բանակցություններով, իսկ համաձայնության չգալու դեպքում նա կպահանջի իր գրած վնասի ամբողջական փոխհատուցում արբիտրաժի միջոցով։ Հեցի օրինակով Փաշինյանն արդեն ցույց է տվել արբիտրաժի ոչ մի որոշում չի ազդելու իր քայլերի վրա։ Նա այսօր կրկին սպառնաց ունե զրկել թե Կարապետյանին, թե Ծառուկյանին։ Իրանք նշանակում է բավարար չափով հարկված չեն եւ բավարար չափով թալանված միջոցներ դեռ ունեն, որ դա կարողանում են անել։ Պետք է իրանք բերել են վիճակի, որ իրանք դա չկարողանան անել եւ մենք դա անելու ենք։ Փողերի լվացման եւ խարդախության մեղադրանքով կալանքի տակ գտնվող Ծառուկյանի բիզնեսները կապարակնքված են արդեն մոտ 3 շաբաթ է, աշխատակիցները մատնված են պարապուրդի։ Ինչ է լինելու իրենց ճակատագիրը, ով է փոխհատուցելու իրենց գրած վնասները, նրանք այսօր այդ հարցերով կառավարության շենքի առջև էին։ Բացեք մեր աշխատատեղերը։ Ակցիան ուղեկցվել է նաև միջադեպով, մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նա ուշագնաց է եղել։ Կառավարությունում ակցիայի մասնակիցներից մի քանիսին ընդունել են, սակայն որևէ հստակ պատասխան չեն տվել։ Նազարյանը չկարողացավ ժամկետ ասի, որովհետև ոնց հասկացանք վերադաս ունի, որը վերադասն է պատասխանելու։ Արագ տեմպերով ասեցինք պատասխան տակ, նա ասեց ես չեմ կարա։ Ես հասկացա մի բան ու այդ խոսքը ասեցի։ Եթե այնտեղ ձեր վերադասները հայեր են, երկուշաբթի մեր բոլորի աշխատանքատեղերը կբացվի։ Նորից եմ ասում, ազգ, ասել եմ դա բոլորի ներկայությամբ, ասել եմ, եթե Նազարյան ջան դուք պետք է ասեք, մեկը մյուսին ասի, մեկը մյուսին, գա հասնի խոսքը մի հոգի որոշի, շտապ արեք այդ ամեն ինչը, մեր աշխատանքատեղերը բացեք, մեր աշխատավարձերը շտապ տվեք, մենք անցնենք մեր աշխատանքի եւ հաջորդ հարցը բանկային հարցերն է, որը ոչ մեկը սև ցուցակ չընկնենք։ Հուլիսի 7-ից սկսած անդադար դիմումներ են գրում, էլ քննչական մարմին, էլ ամեն տեղ, որտեղ հնարավոր է մենք դիմումներ գրել ենք, ու ամեն տեղ ասում են դա մեր իրավասություն չի, դա մեր իրավասություն չի, ու այսօր շատ ցավալի է, որ կառավարությունում նույն բանն են ասում, որ դա մեր իրավասության մեջ չի, մենք ասում ենք, եթե ստեղից է սկսվել այդ ամեն ինչը, ուրեմն ստեղը պետք է լուծում տրվի, հիմա չգիտեմ, լիահույս լինենք, որ հնարավորինս շուտ ամեն ինչ կկարգավորվի, ներկայացրել ենք, որ այսքան ժողովուրդ այսօր իրոք հացի խնդրի առաջ է կանգնած, ամենացավալի փաստերից մեկն է, որ մարդիկ մեռան զանգելով ինձ ու մնացած իմ գոլեգաներին, Արմին ջան, բա ինչ ենք անելու, բա ոնց մեր վարկերը տանք, բա ոնց մեր կոմունալները վճարենք, երեխու հացի փող չունեն, անգամ այսօր շատ մարդիկ կային, որ ցանկանում են գային ներկա լինեին այս բողոքի ակցիային, մի քանիսին ես եմ գնացել մեքենայով բերել այստեղ, որովհետև մարդիկ տարական տրանսպորտի կամ տաքսու գումար չունեն։ Փաշինյանը, որը պնդում է, որ ոչ մի ձեռնարկություն չեն փակում եւ շուտով բոլորն էլ կբացվեն, Ծառուկյանի բիզնեսների աշխատակիցների բողոքին կարճ պատասխան ունի։ Ես նախընտրական շրջանում խոստացել եմ, չէ՞ մարդկանց, որ այդ թալանածը հետ է բերվելու։ Հիմա հետ է բերվում։ Փաշինյանի այս պատասխանը սակայն առանց աշխատանքի մնացած քաղաքացիներին չի գոհացնում։ Նրանք իրենց խնդիրը լուծելու համար կառավարությանը մինչև 2 շաբթի ժամանակ են տվել։ Իդեպ այսօր Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն անհրաժեշտ քննչական գործողություններ իրականացնելու համար։ Նա ըստ մեղադրանքի իրանցիներից խաբեությամբ ավելի քան 21 միլիոն դոլար արժողությամբ գույք է հափշտակել։ Ծառուկյանի թիմը պնդում է, որ իրանցիներն են նրան պարտքի եւ քննչական մարմնին կեղծ ցուցմունքներ են տվել։